Շնորհակալ ենք Տիրոջից։ Եղբայրներս խոսում էին, ես մի վկայություն հիշեցի, սիրելիներ, մի վկայություն եմ ուզում պատմել ձեզ, ուրեմն մեր քույրիկներից մեկը պատմեց իր ամուսինը, սիրելիներ, լիարժեք քրիստոնյա չի եղել երկրի վրա։ Ինքը որ հավատացյալները գալիս էին, կանգնում էր, աղոթում էր, ընդունում էր, եղբայրներին հակառակ չէր խոսում։ Բայց անհավատների հետ նորից անհավատ էր, հավատացյալի հետ կարծես հավատացյալ էր, երբեք, բայց լուրջ չապաշխարեց ու երբեք լուրջ քրիստոնյա չդարձավ, սիրելիներ։ Եվ հետաքրքիր է, այդ մարդը մահացավ եւ քույրիկը երկար ժամանակ տանջվում էր, ասում է Տեր Աստված, տեսնես ինչ եղավ իմ ամուսինս, էլի, ուր գնաց, ինչ եղավ, երբեք լուրջ քրիստոնյա չապրեց ինքը։ Ինչ կլինի իր վերջը։ Ասում է երկար ժամանակ այդպես խնդրում էի, Տեր ինչ կլինի, եթե կարելի է ինձ հասկացնու ուր է իմ ամուսինը, ինչ ընթացք ունեցավ ինքը։ Ու ասում է մի օր երազիս ես տեսա իրան, երբեք իրան այդքան մտահոգ չեմ տեսել, շատ մտահոգ էր։ Ասում է մոտեցա անունը տվեցի, ասեցի ինչի ես այսքան մտահոգ, ինչ ա պատահել։ Եվ ասում է խոսեց, ասեց ես եւ իմ նման միլիոնավոր մարդիկ սպասում ենք դատաստանի օրվան։ Ամեն բան կախված է նրա որոշումից։ Եվ ասում է ես արթնացա։ Ես հասկացա, որ իրականում ինքը սպասում է դատաստանի օրվան։ Եղբայրներ, քույրեր, մենք ամեն օր մոտենում ենք մեր կյանքի ամենակարևորագույն օրվան։ Գիտեք, աշխարհում մենք շատ կարևոր օրեր ունենք եւ դրանցից շատերը մենք հիշում ենք ու նշում ենք։ Ոմանց սիրելիների ծննդյան օրն է, երեխաների, ամուսնության օրը, ոմանց սիրելիների մահվան օրը, սիրելիներ, մենք հիշում ենք։ Բայց կա մեկ փառավոր օր, եղբայրներ, քույրեր։ Եվ այս օրը ամենահիշարժանն է մեր բոլոր օրերից։ Դա Քրիստոսի օրն է։ Եվ այս օրը, եղբայրներ, քույրեր, մենք ուզենք, չուզենք, բոլորս ամեն վայրկյանով մոտենում ենք այս օրվան։ Գիտեք, այս օրը ոմանց համար լինելու է հատուցման օր, ոմանց համար վարձատրության, ոմանց համար մերժման, ոմանց համար ընդունման, ոմանց համար պարսավանքի, ոմանց համար գովեստի։ Ոմանք այդ օրը կլսեն մի կողմ գնացեք ինձնից անիծյալներ խոսքերը եւ ոմանք կլսեն արի իմ հորս օրհնված, մտիր իմ ուրախությանս մեջ։ Սիրելիներ, ինչ խոսքեր ենք մենք լսելու այդ օրը, երբևէ մտածել ես այս մասին։ Երբևէ մտածել ես, թե ինչ կլինի քեզ հետ, երբ որ կթողես այս երկրային կարճ կյանքը։ Սիրելիներ, ես անկեղծ եմ ասում ձեզ, 19 տարեկանից մտածել եմ իմ մահվան մասին։ 19 տարեկանից։ Ես սա որ շատերին ասում եմ, շատերին զարմանալի է թվում, ասում այ ախպեր երիտասարդ ես եղել, կյանքը առջևը, ուտեիր, խմեիր, ապրեիր, մահվանդ մասին ես մտածել։ Ասում եմ, ես էլ եմ ձեր նման մտածել, բայց մինչև որ հասկացա, որ իմ կյանքը մեկ վայրկյանից կարար չլիներ, եթե նրա խնամող ձեռքը եւ ողորմությունը չլինի։ Եղբայրներ, քույրեր, այո, Սուրբ գրքում գրված է, որ Տերը ամեն մեկի համար որոշված ժամանակներ է հաստատել։ Երկրի վրա ապրելու եւ Աստծուն փնտրելու համար։ Ոչ թե ուտենք, խմենք եւ վաղը մեռնելու ենք, սիրելիներ։ Ոչ։ Մենք մահից հետո է սկսվում ամեն բան։ Սուրբ գրքում գրված է, որ մահվան օրը ավելի կարևոր է, քան ծննդյան օրը։ Ինչու համար? Որովհետև մահվան օրն է որոշվում դու հավիտենությունը որտեղ կանցկացնես եւ ում հետ։ Եղբայրներ, քույրեր, իմաստուն մարդիկ մտածում են իրենց մահվան մասին, բայց անմիտները այդ մասին չեն մտածում։ Սողոմոն իմաստունն ասում է, որ իմաստունը գնում է սքոտուն, բայց հիմարը կոչունքի տուն։ Ասում են ինչու համար, որովհետև գնալով սքոտուն ակամայից իրա վախճանն է մտաբերում եւ իրա պարտքերն առաստված։ Սիրելիներ, ուրեմն Տերը օգնական լինի մեզ, որպեսզի այս կարևորագույն օրվա մեջ
մենք մեր այոն Քրիստոսին ասենք։ Եղբայրներ, քույրեր, մեր այոն ասենք Քրիստոսին, մեր կյանքը ապահովագրենք Քրիստոսի մեջ։ Տեսեք, Եսայի 53-ի մեջ հետաքրքիր բան է ասում, սիրելիներ։ Ռուսերեն թարգմանության մեջ ավելի դիպուկ է ասում։ Ասում է նա այնպիսի կերպարանք չուներ, որ մեզ իրեն քաշեր։ Այո, խաչի վրա, եղբայրներ, քույրեր, Հիսուսը այլակերպված էր։ Խաչի վրա, սիրելիներ, Հիսուսը կերպարանք չուներ։ Եվ չուներ այնպիսի տեսք, որ մարդկանց դեպի իրեն ձգեր։ Բայց այս կերպարանքը ում համար նա ստացավ։ Իմ և քո համար, եղբայրս ու քույրս։ Այս կերպարանքի մեջ նա գտնվեց իմ և քո սիրո համար։ Եղբայրներ, քույրեր, այո, այնպիսի կերպարանք, որին մենք չենք ձգվում։ Նա խաչվեց տկարությունով, բայց հարություն է առել Աստծո զորությունով։ Եվ այսօր պատրաստ է և կարող է օգնելու մեզ բոլորիս։ Միայն կանչենք և դիմենք նրան, սիրելիներ։ Այո, կանչիր նրան, գրված է, եթե կանչես նրան, առատությամբ է հասնելու քեզ, որովհետև այլևս չկա ոչ հրյա, ոչ ույն։ Առատությամբ հասնում է բոլոր նրանց, որոնք կանչում են իրեն փրկվելու համար, սիրելիներ։ Այո, այսօր կարող է փորձվողներիս օգնական լինել, որովհետև նա ապրեց մարդկային կյանքով, ամեն փորձության մեջով անցավ առանց մեղքի, և այսօր կարող է օգնել մեզ, փորձվողներիս, սիրելիներ։ Եվ գրված է Սուրբ գրքում Եբրայեցիցի մեջ, որ իրեն հնազանդվողներին հավիտենական կյանքի պատճառ դարձավ։ Այո, սիրելիներ, եթե այսօր դու հավիտենական կյանք ես ուզում, հնազանդվիր Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին, որ քո համար կերպարանքից ընկավ, դարձավ անախորժ մեկը խաչի վրա, և այս ամենը քո համար, և իմ համար, եղբայրս ու քույրս, իմ և քո ցավերը իր վրա վերցրեց, և մեր վշտերին տեղյակ եղավ, օրհնյալ լինի նրա անունը։ Նա կենդանի այսօր փրկելու համար, կենդանի այսօր բարեխոսելու համար, իմ և քո բյուրավոր մեղքերից փրկելու համար, մեզ սիրելիներ։ Այո, եթե այսօր դու Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին ունես, դու ունես հավիտենական կյանքը, եթե այսօր որդուն չունես, դու կյանք չունես, եղբայրս ու քույրս, և դու քո աչքերը այստեղ կփակես, դու կբացես Աստծուց հեռու մահվան մեջ, եղբայրս ու քույրս։ Ինչ է մահ բառը։ Մահ բառը երկու իմաստ ունի իր մեջ, և հոգևոր և մարմնավոր։ Հոգևոր իմաստը սա է, սիրելիներ, մահ բառը հապավում է մարդը Աստծուց հեռու։ Այո, սա հենց մահն է, երբ որ մարդը Աստծուց հեռու է, սա հոգևոր մահվան խորհուրդն է։ Եվ երկրորդ իմաստը, որ ֆիզիկապես ամեն մարդ երկրի վրա կճաշակի, մարմնի անջատումը հոգուց, մարմինը կանջատվի հոգուց, և ուր կգնա քո հոգին։ Այդ մարդու նման, որ դատաստանում սպասում է իր դատին։ Եղբայրներ, քույրեր, երանի նրանց, որոնք ապրում են Հիսուս Քրիստոսով, նրանց դատապարտություն չկա։ Նրանք, որոնք Հիսուս Քրիստոսով են ապրում երկրի վրա, որոնք ընդունել են Հիսուս Քրիստոսին, այլևս դատապարտություն չկա այս մարդկանց։ Միթե սա ուրախալի չէ։ Միթե սա հրաշալի չէ, որ Քրիստոսով այլևս դատաստան չկա իմ համար։ Ես չեմ մտնի դատաստան։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը, սիրելիներ։ Ուրեմն քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավորություն կա մեզ, սիրելիներ, դառնանք Տիրոջը, ապաշխարությամբ նորոգվենք, որովհետև հիշիր, խնդրում եմ, ապաշխարությունը քեզ տրված է կյանքի համար,
Եթե չես ապաշխարի, Տերն ասեց, եթե չապաշխարեք, բոլորդ էլ կկորսվեք։ Ուրեմն ապաշխարությունը երկրի վրա ինձ ու քեզ տրված ամենակարևորագույն խնդիրն է, սիրելիներ։ Ես ձեզ համարձակ եմ ասում, ապաշխարությունն ավելի կարևոր է, քան հարստությունը, ավելի կարևոր է, քան առողջությունը քո, ավելի կարևոր է շատ բարոյություններ, որ երկրի վրա ձգտում ես։ Ապաշխարությունը ամենակարևորագույն խնդիրն է մարդուս վերաբերվող։ Տեր Հիսուսը դրա համար եկավ, սիրելիներ։ Նա պարզ ասեց, չեմ եկել առողջներին կանչելու համար, եկել եմ հիվանդներին կանչելու, եկել եմ մեղավորների ապաշխարության համար։ Եղբայրներ, քույրեր, Քրիստոսի գալուստը ուրիշ բանի համար չէր, այն մեր ապաշխարության համար է։ Եվ երբ որ մարդը չի ապաշխարում, նա չի կարա փրկվի։ Ուրեմն, սիրելիներ, Տեր Հիսուսը իր քարոզչությունը սկսեց հետևյալ խոսքերով. ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է ձեզ, սիրելիներ։ Այո, երբ որ հրեաները լսեցին, որ Պետրոսը մտել էր Հեթանոս Կորնելիոսի տունը, նրան մեղադրում էին, ինչի դու այդ բանն արեցիր, բայց երբ որ Պետրոսը դիպվածը պատմեց, հրեաները լսելով ուրախացան ու փառք տվեցին Աստծուն եւ գիտեք ինչ կարեւոր բան ասեցին։ Ուրեմն Աստված հեթանոսներին էլ կյանքի համար ապաշխարություն տվեց։ Դուք ուշադիր եք, կյանքի համար ապաշխարություն տվեց։ Ուրեմն սիրելի հոգիներ, եթե այսօր ապաշխարել ես, փառք տուր Տիրոջը եւ առաջացիր հոգեվոր կյանքիդ մեջ, քայլ առ քայլ գնա, այո, մկրտվիր ջրով, մկրտվիր հոգով, մկրտվել ես, ծառայիր Տիրոջը քո կյանքի բոլոր օրերի մեջ, սպասելով հավիտենական կյանքի հույսին։ Իսկ եթե դեռ մտածում ես, ապաշխարեմ թե ոչ, կհասցնեմ, ապաշխարեմ, դեռ երիտասարդ եմ, դեռ իմ ժամանակը չի, սիրելիներ, ասեմ ձեզ, մենք շատ անգամ մի սխալ արտահայտություն ենք անում, ասում ենք ժամանակը կգա, կապաշխարեմ, բայց ձեզ ասում եմ համարձակ, ժամանակը երբեք չի գալիս, ժամանակը միայն գնում է։ Մի մտածիր, որ ժամանակը գալու է, ժամանակը գնում է, նայի չուշանաս, նայի չուշանաս։ Ես Տիրոջ և ձեր առաջ եմ ասում, ձախ ձեռքիս վրա կամ աջ կապ չունի, կարող եմ հաշվել իմ մտերիմ ընկերներին, որոնք իրանց բերանով ասեցին կհասցնենք, կապաշխարենք ու այսօր իրանք չկան և գնացին այս աշխարհից առանց ապաշխարության։ Եղբայրներ, քույրեր, ամեն մեկը այնպիսի մահով գնաց, ոչ մեկի մտքով չէր անցնում։ Մենք էլ որ լսեցինք, զարմանում ենք, ասում ենք Տեր Աստված, ինչ է մարդու կյանքը, այո սիրելիներ, նրանք հույս ունեին, որ կհասցնեն, բայց մենք չգիտենք այս մասին։ Ես ինքս, որ սկզբից վկայություն արեցի, որ 19 տարեկանից մտածել եմ իմ մահվան մասին, սիրելիներ, ես մի կարճ կասեմ այդ ամենը, վկայության կարգով, ես բանակում ծառայելու ժամանակ եմ ապաշխարել։ Երբ որ քարոզիչ եղբայրը ինձ Աստծո խոսք էր խոսում, ես հակառակվում էի շատ փիս կերպով, անգամ վարքաբեկելով ասում էի, որտեղ ինձ կտեսնես կանգնած, այնտեղ չխոսես Աստծո խոսքից։ Մենք բոլորս էլ Աստծուն հավատում ենք, այնպես չի դու յուրահատուկ կերպով ես հավատում։ Եվ սիրելիներ, մի անգամ հերթական անգամ, երբ որ նա իր քարոզչությունն էր անում, բլինդաժում մենք պոստի էինք 94 թվական, նոր հրադադար էր, բայց ամեն օր դիպուկահար էր աշխատում, ամեն օր մինի վրա, ականների վրա մարդիկ էին պայթում։ Մեր ռոտից էլ մի քանի հոգի մահացան, սիրելիներ։ Երբ որ բլինդաժում այդ եղբայրը նորից Հիսուսից էր խոսում, ես բարկացա, ասեցի Արմեն, խնդրում եմ, հələ ջահել ենք, բարով խերով այս բանակը ազատվենք, գնանք, կհասցնենք, ապաշխարենք, մի քանի բան կա, կավարտին կհասցնենք ու կապաշխարենք։
Սիրելիներ, բերանը փակեցի, եղբոր 1 ժամ չէր անցել, գնացի բլինդաժից դուրս խրամատ պոստի դիտարկում անելու, անուշ պայծառ արևոտ եղանակ էր։ Երբ որ մտա այդ խրամատի մեջ, մեկը հետևիցս մազս քաշեց, ինձ թվաց կատակ են անում։ Այնպիսի տպավորություն էր, ոնց որ շատ ուժեղ մազս գլխիցս պոկեի։ Պտտվեցի նայեմ ով է մազս քաշում, մարդ չկա։ Հետո երբ որ կրակոց լսեցի, նոր հասկացա ինչի մասին է։ Գնդակն է սկզբից գալիս, եղբայրները կիմանան ով ծառայել է։ Սկզբից գնդակն է սուրում, ակնթարթի պես անցնում։ Հետո մի քանի վայրկյանից ձայնն ես լսում։ Դիպուկահարը տեսնում է, որ առանց կասկա դուրս է եկել խրամատ, պոստի դիտարկում, վրես աշխատեց սիրելիներ։ Եվ ցենց մազս գլխիցս պոկելով գնդակը անցավ։ Երկրորդ կրակոց արդեն, 2 անգամ կրակեց, կրացա, վազեցի բլինդաժ, ասեցի խնդրում եմ չհելնեք սնայպերը նստած է։ Սիրելիներ, այդ օրը 3 տուփ պրիմա եմ ծխել։ Ձեռքերս դողերոցքի մեջ էր, չէի հասկանում ինչից եմ պրծել։ Մի կերպ քնել եմ, առավոտ աչքերս բացելուն պես երկնքից խոսքը եկավ։ Ասեցի մի բարձեցի քո վաղվա օրվա համար, չգիտես այդ օրը ինչ կծնի քեզ համար։ Օրհնյալ է Տիրոջանը։ Մի բարձեցիր, ես բարձենում էի տարիների ծրագիր էի կազմել, բայց Տիրոջ խոսքը ասում է մի բարձեցիր, դու չգիտես այդ օրը ինչ կծնի քեզ համար, դու չգիտես առավոտ քո աչքերը որ բացես դա քո հաջորդ կյանքը կլինի, թե քո հաջորդ առավոտը, դու ինչ գիտես։ Հիմա իմ ընկերներից շատերը այսօր չկան, որովհետև հենց այդ հույսով էին ապրում։ Վաղը կհասցնենք, կգա ժամանակը, կդառնանք Աստծուն, այդպես էլ չդարձան սիրելիներ, և Աստված գիտի իրանց ընթացքը և վախճանը, եղբայրս ու քույրս, երկրի վրա ինձ ու քեզ ամենակարևորագույն հարցը սա է, խնդրում եմ, ու գիտեք ինչ կատարվավ սիրելիներ, երբ որ Տեր այդ խոսքը ինձ ուղարկեց, ես կանգնեցի իմ տեղաշորից վեր, ես այդ ժամանակ պատրաստ չէի, ես դեռ ծխում էի, ես դեռ շատ բաների մեջ էի, բայց ես մի բան հասկացա, ասեցի Տեր, ես հիմա պատրաստ չեմ քո առաջ գամ քո ուզածի պես, բայց ես քեզ իմ այոն ասում եմ հիմա, չեմ ասում 5 րոպե հետո, ես քեզ իմ այոն ասում եմ հիմա, ես քոնն եմ Տեր։ Եղբայրներ քույրեր, այո, տուր քո այոն այսօր Հիսուսին, մի ասա դեռ ես պատրաստ չեմ, դեռ ես այս վիճակի մեջ եմ, խնդիրներ ունեմ, պակասություններ ունեմ, տուր քո այոն Հիսուսին, ասա քո այոն Հիսուսին։ Սա քո կյանքի ամենակարևորագույն բանն է, որ երբևէ արել ես եղբայրս ու քույրս։ Տերը օրհնի ձեզ բոլորից սիրելիներ։ Խոսքս ավարտելով, ամփոփելով, ուզում եմ հետևյալ միտքը ասեմ. այո սիրելիներ, մենք երկրի վրա կարճ է մեր կյանքը։ Մի հատ աչքը թարթում ես, դառնում ես 50, մի հատ էլ թարթում ես գնալու ժամանակն է։ Այդպես չի արդյոք։ Եղբայրներ քույրեր, երկրի վրա կյանքը կարճ է, բայց փառք Հիսուսին, որ մեր կյանքը երկնքում անսահման է, այն վերջ չունի, երանի նրանց, ովքեր Քրիստոսի հետ հույս են կապել սիրելիներ, և իրենց անձերը Քրիստոսի սիրո մեջ են պահում հավիտենական կյանքը ձեռք բերելու համար, որովհետև նորից եմ ես միտքն ասում, ունես Աստծո որդուն, դու կյանքն ունես, չունես Աստծո որդուն, կյանքը չունես։ Եվ Հռոմեացիս թղթի մեջ Պողոս առաքյալը հրաշալի մի խոսք է ասում. եթե մեր թշնամի եղած ժամանակ նրա հետ հաշտվեցինք իր որդու մահով, որքան առավել մեր հաշտված ժամանակ պիտի ապրենք նրա որդու կյանքով։ Փառք Հիսուսին։
Ինչ ավելի հրաշալի, քան ապրել Քրիստոսի կյանքով երկրի վրա, եղբայրներ քույրեր։ Մաղաքյա մարգարեն ասում է կգան օրեր, դուք կելնեք ու ձեր աչքերով կտեսնեք Տիրոջը ծառայություն անողների տարբերությունը եւ չանողների տարբերությունը։ Կտեսնեք ինչ մեծ է լինելու այդ տարբերությունը։ Եղբայրս ու քույրս, այսօր ինձ ու քեզ տրված է Քրիստոսի համար ապրել եւ պատիվ, եթե մեզ պատահի նաեւ չարչարանք կրել իր անվան համար։ Այո, սա պատիվ է։ Երբ աշակերտներին նախատեցին ու ծեծեցին, դուրս գալով ուրախացած, փառք էին տալիս Աստծուն, որ արժանացան պատիժ կրելու Տիրոջ անվան համար։ Եղբայրներ քույրեր, բայց այսօր ցավոք սրտի շատ համագյուղացիներ կան, որոնք ամոթ են համարում ավետարանի խոսքը։ Այո, ամոթ են համարում Քրիստոսի վկայությունը։ Եթե դու ամոթ համարեցիր, Քրիստոսն էլ քեզ է ամոթ համարելու։ Եղբայրներ քույրեր, ես հիշում եմ մի օր ապարան էին գնացել, Մռավյան գյուղ էին գնացել, մեզ կանչեցին միտեղ, ասեցին եղբայրներից մեկի հարսը շատ ծանր է վիճակը։ Գնացինք, որ աղոթք կանենք, ես այդպես իր մահճակալի մոտ կանգնած էի, աղոթք էինք անում, աղոթքի ժամանակ Տերը խոսեց։ Ասեցինք ամոթ է համարում իմ անունս վկայելու այս գյուղի մեջ։ Մի անգամից խոսքը հստակ եկավ եղբայրներ քույրեր։ Երբ որ աղոթքը վերջացրեցինք, ասեցի քույրիկ ջան, մի հատ հարց եմ ուզում քեզ տալ։ Դու ամոթ ես համարում Քրիստոսի անունը ձեր գյուղացիների մեջ։ Սենց զարմացած նայեց աչքերից, ասել եղբայր ջան, որ քեզնից թաքցնեմ, Աստծուց չեմ թաքցնի, հա։ Ասեցի, գիտես, հենց նոր Տերը դրա մասին հայտնեց, ու քեզ ասեմ, դա լավ չի, որ դու ամոթ ես համարում Քրիստոսի անունը։ Քրիստոսը քո համար կերպարանքից զրկվեց։ Նա դարձավ մի մարդ, որին չէին կախորժում, որ երեսից ձգված ու մի կողմ ձգված էր բոլորի համար։ Արժի, որ այսօր ես ու դու ամաչենք նրա փառավոր անունի համար։ Եղբայրներ քույրեր, ես մտածում եմ, որ Քրիստոսի անունը մեր ճակատի վրա պետք է երևա եւ Աստծու առաջ, եւ դիվական աշխարհի առաջ, եւ մարդեղության մեջ, օրհնյալ լինի նրա անունը։ Սիրիր այդ անունը, եւ եթե քեզ բախտ կվիճակվի այդ անվան համար նեղություն կրիր, չարչարվիր այդ անվան համար, ոչ թե ամոթ համարիր։ Եթե այսօր ամոթ համարես, Տերն էլ քեզ է ամոթ համարելու, երբ իր փառավոր հրեշտակներով ու սուրբերով կգա իրեն սպասողների հետևից, օրհնյալ է Հիսուսի անունը։ Եվ նա շուտով գալու է եղբայրս ու քույրս, սա հեքիաթ չէ, սա իրականություն է։ Նա շուտով գալու է իրեն սպասողների հետևից։ Սպասում ես նրան, թե ոչ։ Կարող ես ասել, բարի լինի քո գալուստը, Տեր, եկուր Հիսուս։ Հարսը եւ հոգին ասում են, եկուր Հիսուս։ Կանչիր նրան եղբայրս ու քույրս։ Նա գալու է իր հայտնությունը սիրողների համար։ Նա ճանաչում է իրեն սիրողներին։ Օրհնյալ լինի Հիսուսի անունը։ Եկեք կանգնենք աղոթելու համար, սիրելիներ։ Խնդրում եմ հիմա, քո այոն ասա Քրիստոսին, քո ուխտը նորոգի Քրիստոսին։ Եթե ծառայելու մեջ թերացել ես, թուլացել, հիշիր մեծ է տարբերությունը Աստծուն ծառայություն անողի եւ չանողի միջև։ Խնդրիր, որ Տերը քեզ օժ տա կարողություն, որ ծառայես քո այս կարճ կյանքի մեջ, որ դատարկաձեռն չկանգնես իր առջև,